միջոց էր։ Եվ ես միակ աշխատակիցը չեմ, որ լուծարել են իմ աշխատանքային պայմանագիրը, ինձանից առաջ տարի ու կես առաջ նորից ընդդիմադիր հայացքների համար եւ այլ հանգամանքների բերումով ազատեցին Մարգարիտա Իսրայելյանին բուժքույր, որը պրոֆեսիոնալ բանիմաց բուժքույր է, Մարգարիտա Իսրայելյանի պարագայում ում որ տարի ու կես առաջ են հեռացրել աշխատանքից, նա 2023 թվականին կհիշեք սեպտեմբերի 19-ին, երբ որ Արցախում իմ հայրենիքում տեղի ունեցավ այդ ռազմական գործողությունները, Մարգարիտա Իսրայելյանը այն եզակի բուժքույրերից է, ով կամովին իր պատրաստակամությունն է հայտնել գալ Արցախ, Ստեփանակերտ եւ տեղափոխել վիրավոր քաղաքացիներին Հայաստանի Հանրապետություն շտաբ օգնության մեքենայով եւ երբ որ Մարգարիտա Իսրայելյանը գալիս է արդեն հասնում է Երևան եւ Ռուբեն Գրիգորյանի աշխատասենյակ է հրավիրվում, դուք կարող եք ինքներդ էլ, հա, դրա մասին կփաստի նաև Մարգարիտան, որ Ռուբեն Գրիգորյանը կանչում է աշխատակիցներին եւ ասում է, որ Մարգարիտա Իսրայելյանը ադրբեջանցիների ագենտ է համարվում։ Եվ մի քանի այլ բուժքույր, ովքեր իրենց պատրաստակամությունն են հայտնել մեր հայրենակից, վիրավոր հայրենակիցներին առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Ինչի համար էր շտաբ օգնության ծառայությունով այնտեղ աշխատած մարդուն ասում դավաճան կամ ագենտ։ Անհարկի, անհիմն, մարդկանց ասում է դուք Ադրբեջանի ագենտ եք, կանչում է աշխատակիցներ, ինչ որ այսպես գործողություններ է մարդկանց փորձում է որակել, որ ինչ որ ագենտություն, ինֆորմացիաների Այսինքն ինքը միանգամից մեղադրում է առանց փաստական հանգամանքների, առանց հարցուփորձ անելու։ Ինչպես իմ պարագայում փոխարեն մեղադրում է։ Կարող ենք մենք խոսել հիմա Մարգարիտայի հետ։ Այո, կարող եք։